ուզում Վարուժը իմանա, որ եկել ես։ Դե սյուրպրիզ եմ ուզում անում։ Դուք տենց ռոմանտիկն է։ Վարուժ ջան, ճիշտ ասած, քաջիկս բարոյած էր, հարևանի սաղջկան եմ բերել, էլի։ Սովա։ Ուզում ես հիմա մի մտի ձեր սենյակը։ Հասա։ Հենց հիմա մտի պարանի մեջ։ Սովա։ Ասում եմ, ուզում ես հիմա մի մտի ձեր սենյակը։ Ինչի՞։ Վարուժը քնած է, չէ։ Ես գիտեմ որ քնած։ Չէ, ես ասում եմ ոնց որ Համասում։ Գործով զբաղվել է։ Հա։ Ասա։ Հենց հիմա մտի պարանի մեջ։ Ոյ, ասում եմ մտի պարանի մեջ։ Ոնց թե ով է։ Վարուժ ոնց թե ով է։ Սով։ Վարուժ ինչի էլի մեկը կա որ քեզ կարա համբուրի։ Դու չայ ցավտարա ոնց կրա ամփուրի բայ։ Բա ինչի ասեցիր ով է։ Դե քնա թատախե ջոգեցի էլի չարեցի կյանք։ Բայց չի չասցիր որ գալիս ես։ Ասիր գայ դիմավոր է։ Սյուրպրիզ է ուզում անել։ Սուրպրիզ արա կվերնեմ ես։ Ոնց է կարոտեք ես։ Բայց մեկը այդ ովան ինձ ահա որ ջղայնացրեց Վարուժ։ Դե կյանք ես ոնց կարամ ուրիշին պաչեմ է։ Հենց ինձ մեկի հետ կտենաս, պապայիդ ասա թող գյուլ է ինձ։ Չտերես ոնց է։ Լավ է։ Քացում բացում չեն խփում։ Բա ինչ են անում։ Մեկ-մեկ ինձ թվում է որ փորից մեջ ֆուտբոլ է խաղում։ Ես բերրեմ դրանց սրտին աշկիս երկու բաժով է ֆուտբոլ է խաղում։ Երևի։ Դե ամի պարկի բերրեմ սրտին։ Ես ինչ լավ սուրպրիզ էր արա։ Ջան, ապեր սոֆան եկել է։ Հա։ Հա, Վարուժի մոտ է հիմա։ Բայց այդ չի կարևորը։ Չնայած էդ էլ է կարևոր, բայց ամենակարևորն ու ամենավախենալուն է, որ հարևանի սաղջիկը հիմա իրանց պարանի մեջ է։ Ինչի է պարանի մեջ։ Ես ասեցի, որ մտնի։ Զանգեցի, ասեցի մտի, որ հանգարց սոֆան չտենա։ Բա որ բացի ու տենը։ Չես հասկանա, որ տենց ավելի վատ է։ Դե հասկանում եմ, դրա համար էլ քեզ եմ ասում, որ զանգեց Վարուժը դες դուրս գա։ Կյանք էլի տեն շուշուտ սիրտիդ խառնում, հա։ Չէ։ Ինչ լավ է։ Հիմա էլ շուշու զկրտում է։ Հա։ Ո՞վ է քեզ այս ժամին զանգում։ Հա, ջան։ Ապեր հիմա մենակ դու ես ինձ լսում։ Հա։ Հանգար չթողես սոֆան պարանը դուրը բացի։ Ինչի։ Հմբոյի հետ եկած աղջիկը պարանի մեջ է։ Ինչ աղել կյանքս։ Հեչ հոշնա։ Հա, բե, հեղավ ջան։ Սոֆա ետ դուրս եկեք այդ սենյակից, որ այդ աղջիկը դուրս գա։ Մերսի աղբեր որ իշ ասացիր, մոռանալու եք, դես։ Լավ է իշ ասես կյանք է։ Ինչ է։ Վաղը առավոտ շուտ պետք է զարթեմ, ապրանք պետք է ստանամ։ Ստոպ։ Լևինա պեկյակ։ Դուրս պաղտում այ ավազակ։ Խալատիս եմ վերցնում։ Խալատի չես անում կյանքս տող, ավի պարկի։ Դե ոչ, գիշերը մեկ-մեկ պետք
քա գալիս։ Դու կյանքի իշխանատի ժամանակ ա, վայ, ասում եմ պարկի։ Դե համբերի ո՞։ Դու կյանքս պարկի ես կտամ։ Ես եմ ուզում տամ էլի, վայ։ Կյանքս։ Վարուժ ինչի ես տենց խառնվել իրար։ Ես իմ կյանք երևի անսովորությունից է էլի։ Ահ կյանք հեչ չէի սպասում որ կգաս։ Միած սպասի գնամ տենամ ինչա կա։ Չէ, արա։ Ու ընդհանրապես քիչ ֆրֆրա միջանցքում։ Որ զորիցան քեզ չտենա։ Ապեր, բայց ես շատը հիմա մեր հարևանի աղջիկը համար եմ վախում։ Ինչի։ Թե ես իմ է, ասում եմ, որ Սոֆան Վարուժին շուտվանից չի տեսել, Վարուժն էլ Սոֆային շուտվանից չի տեսել, ասում եմ հանկարծ այդ երեխի մոտ բան չէ։ Արա ախր այ հմբոջան։ Քեզ ով էր ասում այդ աղջիկան ասել պարանի մեջ մտնի։ Դու չմտածեցիր որ ավելի լավ կլինի Սոֆան մտնի տենա այդ աղջիկը մաքրություն անում։ Քան հիմա այդ պարանը բացի տենան դե աղջիկ կա։ Ապեր օրինակ ես որ Սոֆայի տեղը նեի չէի հավատա։ Վարուժ ինչ ա եղել կասես։ Ոչ ման։ Բա ինչ ես տենց լարված։ Դու լարված չեմ։ Սոված չես։ Չէ։ Սոված եմ քել գնանք հացուտենք էլի։ Դու գնա կերես սոված չէ։ Հա, դու պետք է ճանապարհս եկե սոված չես ելնի։ Վարուժ ես գնացել եմ Անուշիկյանց տուն։ Նստել սպասել եմ որ դու քնես կամ քեզ սյուրպրիզ անեմ, դու հիմա ուզում ես գնաս հաց ուտես։ Հա։ Ամբողջ փորս մազում է։ Դե գնա։ Արա։ Չես այդ աղջկան ասեմ մտի պարանի մեջ։ Արա կամաց։ Վարուժ դեր չես ու։ Զորիձա։ Այ Զորիձա։ Վարուժ, ես քեզ հիմա ինչ անամ։ Բռնեմ прямо ռեսով ուղարկամ պետալով ծիերի գործարան արա։ Տո Զորիձա ջան, Սոֆա ջանն է եկել։ Ո՞ն Սոֆա ջանն է եկել։ Հա, քաչեմ գա։ Ասած թե գարը։ Չէ։ Սպասա, ես կգամ, ինքը հղմղի թոստը չբարձան։ Տո Զորիձա հղիների կարելի է քայլել, առողջանալ է դի։ Հասկացանք որ առողջանալա, հիմա հոգնած կլինի։ Տո Զորիձա նեղություն մի քաշ ես կգնամ ինա կբերեմ այ։ Վարուժ, դու հղի եղած չկաս, չէ։ Չէ։ Դե շորես դե։ Նալորգան ուրա։ Ստեղ եմ։ Ինչ եղավ։ Ինք եկավ մեր սենյակ որ սոֆային տենա։ Չէր կարողանա միակավից սոֆային տանել։ Դե մտածեցի Զորիձային ասեմ նոր էլի։ Թու ախր այ Վարուժ ջան, հազիվ մի հատ լավ ձև էինք գտել, չի փչացրեցի։ Դու вообще մի խոսարա, հա։ Ալավ զորիցան այդքան երկար չի մնան դե։ Մտածում եմ այդ աղջկա ձեռին հանգա զանգ բան չգա։ Գոնե ֆայմի անջատի։ Սպասի զանգ եմ ասեմ անջատի։ Արա հերոսը դիշ չէ դդ։ Ես քեզ ասում եմ չզանգենք որ զանգ չկա, դու ասում ես զանգեմ։ Դե պետք է սպասենք մինչև զորիցան դուրս գա։ Հետո մինչև սոֆային գանա սենյակից։ Ուղղակի ես վախենում եմ այդ աղջկա ծնողները անհանգստանան։ Այդ աղջկան շուտ է պետք անել։ Դե գնա հանի։ Արա կային այ անորմալ։ Դե ես ընդեղ եմ, ես լիշտո Նիկա քնած ես։ Էս ինչու դες քնես սիրուն ես։ Օ ինչ վատ, մենք էլ գիտենք թե արթուն ես։ Այսօր աչքը շուտ է կպել։ Հա, երևի շատ ես հոգնում Նիկա ջան։ Չգիտեմ, ինչով կարամ ձեզ օգնեմ, սիրուներ ջան։ Նիկա ջան, դու դեմքը փապկացնող կրեմ ունեիր, չէ՞։ Ես ամեն ինչ էլ ունեմ։ Տա։ Եթե դժվար չի։ Իհարկե։
Oh, thanks. Շատ thanks սիրունս։ Խնդրեմ։ Դե բայ սիրունս։ Բայ Անուշս։ Բայ։ Բայ։ Կես ժամից հետո նորից կգնանք։ Ոյ, բայց արդեն մեղ կան։ Մեղք չի։ Բա մենք մեղք չենք, որ ամեն գիշեր գալիս է մտնում առանց հարցնելու մեր սենյակ։ Դե ես էլ 1000 անգամ ասացի դուրը ներսից փակի։ Դուրը որ փակեն գալու է թխկացնի, ինձ քնից հանի։ Գոնե սենց գալիս է մեկ-մեկ սկիչ եմ էլ ջոգում։ Ես էլ չեմ գան։ Չգաս մենակ կգնամ։ Այնքան եմ գնալու, մինչև քնահարամանեմ Միրան, վաղը ելնի փախնի էս տնից։ Ոչ մեկ իմ մասին չի մտածում։ Ամեն մեկը իր շահի հետևից է անգել։ Ես էլ այնքան կգնամ, որ իմ ձևերով իրան հանեմ։ Դու այն ասամախոն քնած, հա։ Հա, բա ինչա, խռացնում է։ Հեչ պետք նա իր գեղեցկուհի կինը կողքնա, կողքը չի։ Հա, Սովջան։ Մերը իմ մասին բանման հարցրավ։ Հարցրավ։ Հա, այդ ինչ հարցրավ որ։ Ամեն ինչ էլ հարցրավ։ Բայց մեկ այլի զզվամա չէ ինձանից։ Լավ է թե չէ։ Դու ինձ ասա, անչի մեզ տեղյակ չպահար, որ գային քեզ դիմավորեինք, ամեն լոջիկին ասեինք, որ քեզի նորմալ քշեր, բերեր տեղ հասցներ։ Պապ, ամեն ինչ շատ նորմալ է։ Նորմալ բերել տեղը հասցրել։ Հա, էլա։ Բա հիմա այդ թորներս եփ պատածում են։ Մյուս տարի։ Ոնց մյուս տարի սով։ Պապ, դե մի քանի ամիս բան է մնացել։ Հա, դե ասա մի քանի ամիս, թե չէ, մյուս տարին ուրիշ ձև է հնչում, էլի։ Վայ։ Ինչ ցեներ։ Բարոյ։ Ես գարդյուրոբի դուրը բաց է։ Ինչի՞։ Ձեն լսանք։ Դե ես դուրը թխկացրեցի զորիկ ծա։ Կարող է մուկ կա այս տունը։ Մուկ։ Կարող է վարուր։ Կարող է։ Явно մկան ձեներ։ Վարուր իչար պատվալ, այն մկան թալակները բերար ու լարար։ Հեսակ բերը։ Հա լավ, այսով դե մուկ են։ Նիկա քնած ես։ Նիկա։ Նիկա քնած ես, Նիկա։ Օ, ես չգիտեի, որ քնած ես, Նիկա ջան, sorry։ Այս քո կրեմն ա հետ եմ վերել։ Կարաս վերցնես քեզ, ես էլի ունեմ։ Ճիշտ, ես չգիտեի, thanks։ Նվիրում եմ քեզ, վերցրու քեզ։ Օ, շատ thanks, սիրունս, շատ thanks, օպրես։ Մենակ եթե կարելի է թող քնեմ էլի։ Հա, իհարկե, sorry, սիրունս, ես չգիտեի, որ դու քնած ես, sorry։ Լույսը հանգցնեմ։ Եթե կարելի է։ Բայ սիրունս։ Բայ։ Thanks։ Ասում եմ thanks սիրունս։ Օ, խնդրեմ։
մուկներ։ Դու ինչ մուկ է ոտս է։ Այ ինչ լավ է։ Դու չգիտես, Վարուշ, ֆախից սիրտս կճաք էր։ Արես ինչ է կատարվում է հետս։ Սպասի զանգեմ է։ Ախպելն ինչ է եղել։ Արա ինչ իմանանք։ Ապետ ծյապիկը զանգեց, ասես դեպքը պատահել։ Արոջան ծյապիկը մեզ էլ նույն բանը ասա արխային։ Դրան զանգը տվել եք։ Արա կարող ես թվում անց դե ամենախելացին դու ես։ Էդ ինչ մոմենտով ես ասում որ։ Արա լավ թարգեքել է։ Ախպեր, Գալբիտ ինչ է, լել ասա տենա կապը։ Ախպելը ստուդել է։ Ալո, Գալբիտ։ Գալբիտ ջան, ինչ է եղել։ Մելլեմ քեզ ասա ցավը տանեմ։ Մեջդ ինչ կա կիսվի ցավը տանեմ, Գալբիտ։ Ուրդ է։ Գալբիտ, ինչ է, ախպերս ասա տենան, կարա մեռնեմ սրտի տրա, դուխով ախպեր, մենք քո հետ ենք ցավը տանեմ։ Ինչ է, լե ասալը։ Ձեր տան դեմը կայնացենք ախպեր։ Ինչ է եղել։ Հա մեռնեմ ջանի, տաս ախպեր։ Հդետ։ Հա։ Գալբիտ, Գալբիտ ջան, խոսա ցավը տանեմ, ասա տենան գետ ինչ դեպքա պատահել, Գալբիտ։ Գալբիտ։ Հեն, Գալբիտ։ Ալա չի կանում խոսալը, հա։ Ոնց։ Գալբիտ։ Ապեր ով կա կողքը, պետք է հեռախոսը տուր իրան հլը։ Ինչ ապե։ Արա ասում եմ ով կա կողքը, հեռախոսը տուր իրան։ Անապե։ Գալբիտ։ 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 Գալբիտ, խոսա էլի ախպելս մեզ մի հալացի, Գալբիտ ջան, խոսա, Գալբիտ։ Ախալես ինչ է եղել է արա, ախալա։ Գալբիտ։ Հոս ախպեր տանն ես դու։ Գալբիտ։ Ձեր չկա։ Խարա, արա սմբուր ջան, ապա շուտ արա, միա ծյապիկին զանգի։ Սան ախպել չի կալում խոսա, ախպել արա, կմկմում արա։ Ալա բամել Գալբիտ ախպոլ ձենը կյանքում տենց եղել է արա։ Էդ ոնց էլ պապանձվել։ Ալա ասում եմ Գալբիտ ջան, ախպել ես խոսա, ասա ինչ դժբախտություն է եղել։ Ախպել ասում է, այսինքն բան էլ չի ասում, այդ պայն երևի հուզված էլ չկանեցավ խոսա։ Արա դե լավ էլի կարո, արա, միա ծվասի տենակ ինչ ենք անում։ Արա հաստատ հիմա խորը ցավի մեջ ամել ախպելը։ Այ ախպեր չի վերցնում։ Արա չէ արա։ Արա ախպետ մսես բան են անում, արա։ Ուզում եք ձեր ախպորը հասցնեք գերեզմանոց, արա։ Արես ինչ խառն են ախպեր, արես ինչ է եղել։ Ապա ինչ էր ասում։ Լավ չէր ախպեր, ինքն էլ չկարեցավ խոսալ։ Ախալա։ Արա սպասի մի հատ էլ էլի Գալբիտին զանգեմ։ Գալբիտ։ Արա ախպեր դու հիմա տանն ես։ Կարաս մի հատ ես դուռը բացես։ Ի վիճակի չեմ ապեր։ Արա ասում է ի վիճակի չեմ։ Ինչ է եղել արա։ Արա ես իմ ինձ թվում է որ ոչ մի բանը չի եղել։ Յանդ տալավ չփլե, մի հատ մտածի ինչ ես խոսում։ Արա լավ է ախպեր, եկեք պատմողներս մեկով բարձրանանք, ուրիշ էլ ինչ կարանք անենք։ Ադա հազար անգամ էլ Գալբիտ ախպոլը ասյալը ես դալան բանալինել է, բազմատլում ալթա մեկի ստուլ մոտնելը սլնի ախպել, ալա չի լսում, ο զոլով չի։ Քելեք ապը, քելեք տենանք ոնց ենք բարձրանում։
Արա դու վզվծրիկ էլի արա։ Արա ախպերը ազիվ քննել է յարա, սարի սմբուլը զանգեց արա քննից հանեց արա։ Ինչ արա, գժված վիճակ ամոտս ախպերը նատուրի թե քննեմ։ Արա ախպեր բերեք հելն ենք սաունը, անդե ատմոսֆերան կարող է քնցանի, էլի ինչ ասիր։ Հեռած վիճակ ամոտս։ Դե ուրեմն լսի հիմա ինչ ասում եմ անում ես։ Նստեցիր։ Մի հատ շալվար գցի հակդ։ Մի հատ շալվար գցիր հակդ։ Մի հատ էլ վերխ գցի հակդ։ Մի հատ էլ վերխ գցիր հակդ։ Հիմա գնում ես բաղնիկ, սառը ջուրը միացնում ես ու չոփ ես անում։ Արիր։ Արի։ Դե այնքան արա մինչև զարթն ես։ Ուրա, ներքևը բդիլնի, ուր բդիլնի։ Արա լավ ախպեր, կամաց մի քիչ։ Արա դե ես իմ է։ Ապե լավ, լսի հիմա մի հատ ուրիշ բան կասեմ, հետի որ արիր մի անգամից կզարթնես։ Գլուխդ թափով խփում ես ամենամոտիկ պատին, բայց հանկարծ երկար չմտածես, կարմիտ, որ երկար մտածեցիր, հաստատ չես խփի։ Հեսա որ եկատ է կարող է քո գլուխը խփեմ պատին։ Ես խիչ ես ուզում հիմա։ Արա Կարո ջան, ասենք կարբիտը չեղավ ախպեր, կարբիտի հերնում մեր եղան, արա ինչ ես ամենում։ Արա չփլախիկ ջան, կարբիտի հերնում ես քանի օրս տե չեն։ Ախպեր հաստատ ինքն է։ Եկեք գնանք անկատիլան վնաս մնաց չտա ախպեր։ Վերջը նենց եք անելու որ գլխնելիս տակ, չէ։ Երեք 5 անգամ մտել եմ Նիկայի սենյակ ու Նիկային քնից հանել եմ։ Բայց գիտես ինչն էր հետաքրքիր, ամեն անգամ իր սենյակ մտնելուց նենց ժպիտով էր ինձ դիմավորում, քիչ էր մնում հավատայի որ անկեղծ է։ Ինչի անկեղծ չէր։ Տո չէ, հա։ Ինչ անկեղծ։ Ինքը ուզում է ցույց տա, որ ինքը բարի է, կամեցող է, բայց իրականում ինքը էգոիստ պաղդոշ է։ Այ էգոիստ պատոշ չի լսել։ Տանան գոնե այսքանից հետո կգնայս տնից, թե չէ։ Ինձ թվում է, որ ինքը այսօրվանից հետո ավելի մարտական է տրամադրվելու։ Բա, թող տրամադրվի։ Երեխեք, Նիկային չեք տեսել։ Իրա սենյակում չի։ Չէ, հաստատ տանը չի, ամենտեղ նայել եմ։ Ուրեմն ստացվել է։ Պարոն Արոշատյանն էր իրան հարցնում, հիմա ինչ ասեմ։ Ասա երևի ինչ որտեղ դուրս է եկել։ Նա։ Տեսա՞ր։ Հա, ինչը դուրս չեկավ։ Ես ամեն դեպքում չէի ուզում, որ ինքը մեզնից նեղացած գներ։ Բա ո՞նց գնար իր։ Ուրիշ դեպք չէր լինի, հասկանում ես։ Ամեն ինչ շատ լավ ստացվել է։ Հեսա papan կիմանա իրան նեղացրել։ Մենք չէ, ես։ Ու ես էլ իրան չեմ նեղացրել, ոչ մի վեճ չի եղել, ուղղակի մի քանի անգամ մտել եմ իր սենյակ բանի համար։ Մաքուր գործ եմ արել իր։ Իրեն, papat կանչում։ Նիկայի papanն է։ Մենք իրանք գտնենք, ախպերս մի անանք ստացի։ Okay, ախպերս։ All right, մերնեմ ջանիդ։ Նայ մխո, իմ Ամերիկայի ճամփեն չփակես լսում ես այդ տղա։ Դե ուշադիր ինձ եք լսում։
Ձեզանից ով է նեղացրել Նիկային։ Մենք։ Նիկան, ուրա։ Նիկան։ Հա, Նիկան։ Չգիտեմ։ Բա ով գիտի։ Մխոտ։ Դա կմնացի ես։ Այ մերնեմ ջանիդ, այ հենց էդ է էլի, որ չեմ ուզում դու տակը մնաս։ Ուշին դու ես ուրվանից։ Նիկային ես ուզում։